Իլհամ Ալիևի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը այսօր հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի կառուցման աշխատանքները Ադրբեջանի հատվածում արդեն մոտենում են ավարտին։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, փաստորեն ադրբեջանական կողմը նորից օգտագործում է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Այդ մասին մի փոքր ուշ կխոսենք, մինչ այդ իրականում մոտենում են այդ աշխատանքները ավարտին։ Գրառում այդ մասին Հաջիևը արել էր X-ի միկրոբլոգում այն բանից հետո, երբ հերթական անգամ Արցախ եւ Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ էր տարել Բաքվում հավատարմագրված մի խումբ դիվանագետների, այդ թվում նաեւ դեսպանների։ Հերթական ճանաչողական այցներ, մասնավորապես Հայաստանի սահմանից ոչ հեռու գտնվող Հաքարի կանգառներ ցույց տվել դիվանագետներին Հիկմեթ Հաջիևը։ Նրա հայտարարությունն այն մասին, որ իրենց հատվածի, ինչպես ինքն է բնութագրում, Զանգեզուրի միջանցքը մոտ է ավարտին, փոքրինչ հակասում է ադրբեջանցի այլ պաշտոնյաների հրապարակային հայտարարություններին, որոնք պնդում են, որ լավագույն դեպքում 1 տարի հետո այդ հատվածը ադրբեջանական պատրաստ կլինի վերջնական պատրաստ կլինի շահագործման։ Իսկ Իլհամ Ալիևը ասում էր, որ ամբողջ ճանապարհը հնարավոր կլինի գործարկել լավագույն դեպքում 28 թվականին, եթե Հայաստանը եւս հետևողական լինի այս հարցում։ Նշեմ, որ Թուրքիայում շինարարական աշխատանքները նույնպես բավական ակտիվ տեմպերով շարունակվում են։ Հայաստանում դեռ, ինչպես գիտենք, չեն մեկնարկել եւ այդ կապակցությամբ Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է, այսպես հեգնելու համար։ Այսօր էլ ադրբեջանական մամուլը այսպես հեգնանքով գրում էր, որ Հայաստանի պետական բյուջեում գալիք տարվա համար անգամ գումար չեն նախատեսում այդ ճանապարհը կառուցելու կամ վերանորոգելու համար։ Այդ մասին իսկապես տեղեկությունը այսօր հաստատել էր ենթակառուցվածքների եւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Հուդատյանը, բայց ինչն է հետաքրքիր, Հայաստանը երբեք չի ասել, որ այդ նպատակով պետբյուջեի գումարներն են ծախսվելու, հայտնի է, որ այդ հարցի վերաբերյալ ամերիկյան կողմի հետ են բանակցությունները շարունակվում եւ հավանաբար ամերիկյան կողմը կֆինանսավորի այդ ծախսերը եւ ենթակառուցվածքային բոլոր բարեփոխումները։ Բանակցությունները շարունակվում են, այդ հարցի վերաբերյալ լիազորված է ամերիկյան կողմի հետ երկխոսել փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի գրասենյակը եւ հավանաբար արդեն գալիք տարվա սկզբում այսպես առարկայական աշխատանքի ականատես կդառնանք։ Արտյոմ, իսկ տրիպի հետ կապված որևէ այլ երկրի հետ Հայաստանը չի բանակցում։ Դե օրինակ երեք Հայաստանի վարչապետը այդ հարցի վերաբերյալ երկխոսություն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, Ռուսաստանի հետ եւս ինչ որ մակարդակում ինչ որ խոսակցություններ, ինչպես հասկանում եմ, այս թեմայի վերաբերյալ շարունակվում են։ Հայաստանի արտգործնախարարը բացառել է այն, որ այդ տրիփի հայաստանյան հատվածը Ռուսաստանի երկաթգծերի այդ կառավարմանը կհանձնվի, դա բացառել է, թեև հավանաբար ռուսական կողմը այդպիսի առաջարկ արել է, քանի որ, ինչպես արտգործնախարարն է ասել, ռուսական կողմը տեղեկացվել է Հայաստանի պաշտոնական մոտեցման վերաբերյալ այս հարցին։ Բայց ինչպես արտգործնախարարն է ընդգծել, ռուսական կողմի հետ այլ, ինչպես ինքն է բնորոշել, հետաքրքիր բանակցություններ են սպասվում այս հարցի վերաբերյալ։ Եվ նաև հետաքրքիր մեկնաբանություններ է արել այսօր Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը, ով իմ այդ հիշատակած դիվանագիտական խմբի անդամ է եւ այցելել է նաեւ հայ-ադրբեջանական սահման։ Զանգելանում նա ասել է, մեջբերեմ նրա խոսքերը, ռուս փորձագետները ոտքով անցել են այդ 44 կիլոմետրը եւ կարող են հավաստիացնել, որ 2 տարվա ընթացքում հնարավոր կլինի այդ երկաթգիծը վերանորոգել, քանի որ թունելները քանդված չեն, այլ ընդամենը պետք է վերականգնել երկաթգծի այդ կոմպլեքսը։ Այսինքն ակնարկում է, որ եթե ռուս փորձագետներին վստահ են այդ աշխատանքը, դրանք պատրաստ են օր առաջ աշխատանքի անցնել։ Եվ տարօրինակ այստեղ այն չէ, որ Ռուսաստանի դեսպանն է այս հայտարարությամբ հանդես գալիս, այլ այն, որ Բաքվում հավատարմագրված Ռուսաստանի դեսպանը, այլ ոչ թե Երևանում, քանի որ խոսքը այդ 44 կիլոմետրը համենայն դեպս Հայաստանի տարածքում է, այլ ոչ թե Ադրբեջանի։ Արտյոմ, հիմա այդ Զանգեզուրի միջանցք արտահայտության մասին Հայաստանում այդ տարածքը ծրագիրը անվանում են TRIP, Ադրբեջանը շարունակում է Զանգեզուրի միջանցք օգտագործել, իմաստ ունի շարունակել պայքարը, որպեսզի Ադրբեջանը այս խոսույթից խուսափի։
Դժվարանամ ասել, բայց արձանագրեմ մի փաստ, որ ոչ միայն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն են օգտագործում Զանգեզուրի միջանցք այդ բառակապակցությունը, այլ երբեմն նաև մեզ կարծես բարեկամ պետությունների դիվանագետները։ Թարմ օրինակը, երբ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Բաքվում Լատվիայի դեսպան Էդգար Սկույան օգտագործեց հենց Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը, որը մեզ համար անընդունելի է, եւ երբ պաշտոնական այսպես դիմում ներկայացվեց Լատվիայի արտգործնախարարություն խնդրելով պարզաբանել, թե որքանով է դա ընդունելի, պատասխանը եղավ այն, որ միջազգային ընդունված տերմինները Լատվիայի պաշտոնական ատյանները օգտագործում են պաշտոնական իրենց հայտարարություններում, իսկ դեսպանը պարզապես օգտագործել է այն երկրի հանրային դիսկուրսում ընդունված բառակապակցությունը, որը ավելի ընկալելի եւ հասկանալի է այդ երկրի քաղաքացիների համար։ Ինչևէ, կարծես հարթվել է այս հարցը, բայց դրան շարունակում են նոր անհասկանալի մեկնաբանություններ հնչել, մասնավորապես ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե իրենց տված հարցազրույցում կրկին Զանգեզուրի միջանցք բառակապակցությունն է օգտագործել Տրասեկայի գլխավոր քարտուղար Ասետ Ասավբայևը, ով Ղազախստանն է ներկայացնում։ Եթե դա այդպես է, եթե հաստատվի այդ տեղեկությունը, այն նույնպես պարզաբանման կարիք կունենա եւ պետք է հասկանանք, թե ինչպես է դրան վերաբերում Տրասեկան, որը եվրոպական ծրագիր է, եւ ինչպես է դրան վերաբերվում Ղազախստանի արտգործնախարարությունը, որը մի երկիր, որը Հայաստանի նույնպես բարեկամ է։ Շնորհակալություն, Արծու։